Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Նախ ինչ վերաբերում է մեր արտաքին համագործակցությանը այս հարցերում մյուս մեր տարբեր գործընկերների հետ։ Ակնհայտ է, որ մենք պետք է մեր պաշտպանության համակարգը ուժեղացնենք եւ որովհետեւ անվտանգության սպառնալիքներն այնպիսին են, որ մեզ պետք է ուժեղ պաշտպանական համակարգ եւ համագործակցություն։ Մենք տարբեր գործընկերների հետ լինելու ենք ազնիվ, սա ես մի քանի սկզբունք ասեմ, հետո ավելի կկոնկրետացնեմ։ Լինելու ենք ազնիվ, շահերի համադրման հստակ սկզբունքով եւ հետապնդելու ենք Հայաստանի շահերը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության։ Նախ սկսեմ նրանից, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում ակնհայտ է, որ Հայաստանը կան խնդիրներ։ Այս իշխանության եւ այս իշխանության ժամանակահատվածում հարաբերությունները նախկինում էլ պետք է հասկանանք անընդհատության առումով ինչ խնդիրներ են առկա։ Պետք է ազատ, բաց նստենք խոսել, որպեսզի նոր իրողությունների պայմաններում հասկանանք ինչպես ենք մեր ռազմատեխնիկական քաղաքականությունը տանում առաջ, արտաքին քաղաքականությունը եւ այլն։ Այստեղ մի քանի հարցեր կան։ Օրինակ, Ռուսաստանի դեպքում ինձ համար մեծ խնդիրներից է խաղաղապահ ուժերի առկայության պայմաններում էթնիկ զտումները Արցախում։ Դա ինձ համար խնդիր է։ Ի վերջո մեր բոլոր հայրենակիցներին հետաքրքրում է։ Ինչու այդպես եղավ։ Մեր հայրենակիցները վերադարձել էին Արցախ, իսկ նրանց մի մասը մնում էր այնտեղ, հույսով ունենալով երաշխավորներ, որոնք ռուս խաղաղապահ ուժեր են։ Բայց ունեցանք ամբողջական հայաթափ։ Դա օրինակ ինձ համար խնդրահարույց հարց է, որը պետք է ամբողջական պարզել։ Ընդ որում այս հարցերը պարզել եւ նկատի ունեմ, ես նկատի ունեմ նաեւ հրապարակային ազնիվ կերպով մեր ժողովրդին թափածիկ ձևով ներկայացնել իրավիճակը, որտեղ այս հարցը բոլորին հետաքրքրում է։ Մյուս հարցերը Ինձ համար խնդրահարույց էր նաև 2022 թվականի սեպտեմբերի ջերմուկի նկատմամբ, Սյունիքի նկատմամբ հարձակումները, երբ էլի մենք չունեցանք աջակցություն մեզ պաշտպանության հարցերում։ Օրինակ, ինձ համար բացատրությունները, թե Հայաստանի Հանրապետության սահմանը դելիմիտացված չէ կամ չգիտենք, ընդունելի չեն։ Հետևաբար պետք է նույնպես սրանք հարցեր են, որ մենք պետք է պարզենք, որովհետև մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որ անընդհատ բախվելու ենք նման անվտանգության հարցերի, մենք պետք է հասկանանք, ինչու է ի վերջո ինչի են, որ այդպես են պատասխանում այն պայմաններում, երբ ունեինք ստորագրված փաստաթղթեր։ Ես հիմա անգամ անընդունելի եմ անգամ հանում այս հիմքով դիմեցին, այն հիմքով դիմեցին, դա ձևական պատճառաբանություն է, չէ, որովհետև մենք ունենք արդյունք երկիր հարձակման ենթարկված, որը չստացավ պաշտպանություն։ Իհարկե նաև Արցախի հետ կապված է շատ կարևոր։ Արցախի 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ նույնպես աջակցությունը ինձ համար կամ այդ աջակցություն չլինելը նույնպես խնդիր է։ Բայց մյուս կողմից, ես սրան բազմակողմանի եմ նայում, մյուս կողմից, օրինակ պատերազմի ժամանակ ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները նույնպես կոպիտ սխալներ էին թույլ տալիս։ Հանցավոր նաև նշանակության սխալներ, օրինակ, խնդիրներ կային զինվորների հերթափոխերի հետ կապված, խնդիրներ կային, որոնք հրապարակային էին, բազմաթիվ մամուլում անդադ քննարկվում էին։ Խնդիրներ պաշտպանությունը կազմակերպելու հետ կապված, իշխանությունների քաղաքականությունը եւ այլն, կան Պրագայի, Սոչի եւ այլ հայտարարություններ, այսինքն այս հարցերը ինձ համար բազմակողմանի ստուգման առարկա պետք է լինեն։ Ես չեմ կարող ֆրագմենտացված նայել այս հարցին։ Հասկանում եք, երկրի ղեկավարը, որը կամ մարդով հավակնում է երկիր ղեկավարել, եթե իր որոշումները պետք է ընդունի ֆրագմենտացված կամ էպիզոդիկ այս կամ այն խնդրի ընդհանրապես մեկ կողմի անդրադառնալով, այդտեղ որոշումներ չեն կարող ճիշտ կայացվել։ Մյուս կողմից մեր արտաքին
քաղաքականության բնակավարում մենք այնպիսի իշխանություն ենք լինելու, որ չի հրաժարվելու իր հանձնառություններից եւ կատարելու է իր հանձնառությունները։ Օրինակ Հայաստանի իշխանությունն այսօր ամբողջությամբ տանում է մի խոսույթ, որը ամբողջությամբ հակադրում է այս սկզբունքին։ Վերջերս ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համեմատում էր իր խաղաղության կոնցեպցիան երեխայի հետ, հələ այլ հարց է, որ իմ կարծիքով երեխաների արժանապատվությունը, որը վիրավորելով շատ դատապարտելի բառապաշար էր օգտագործում հիվանդ երեխաներ, լրագրողներից մեկն էլ լրագրողին չեմ թիրախավորում, ուղղակի լրագրողներից մեկն էլ ասում է, ինչ է անբուժելի հիվանդ է, նա էլ ասում է, սա ինչ բառապաշար է, սա երկրի ղեկավարի բառապաշար է, խաղաղություն այդ այսպես խաղաղության վերաբերող հարցազրույցի ժամանակ նա ճանապարհային երթևեկության կանոնների հետ է համեմատում իր քաղաքականությունը եւ ասում է այ մենք սովորում ենք ինչպես որ ավտոմեքենաներն են վարորդներն են երթևեկում այ մենք սովորում ենք երթևեկել այդ մեքենաներով դրա համար մենք օրինապահ պետք է լինեինք առաջ չէինք իմացել ասենք կարծեք թե մենք ագրեսոր ազգ ենք ամբողջ այսպես ողջ ժամանակահատվածում մեր պատմության ժամանակ եղել Օրինակ սա հստակ օրինակ է, որ նա իր այդ քայլով հակասում է ուղիղ ինքն իրեն, այսինքն կոնկրետ դեպքում Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է պարտավորություն, հետո անում է քայլեր, որոնք հակադրում են ու հրաժարվում են դրանցից։ Համեմատում եմ սա քիչ առաջ ասած արցախցիների վերադարձին վերաբերող հարցի հետ։ Ես ասացի, Հայաստանը ինքը ստորագրել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հայտարարությունը, որը դատապարտում է Ադրբեջանի էթնիկ զտումները, ազդարարում է արցախցիների վերադարձի իրավունքը, Հայաստանը ինքը դիմել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան, որ արցախցիները վերադառնան, դատարանը որոշումը կայացրել է, հիմա ասում է, մենք իրատեսական չենք համարում։ Հիմա ակնհայտ չի, որ մենք այստեղ գործում ենք իշխանություն, որը գնում միջազգային պարտավորություններ է ստանձնում, հետո գալիս քանի որ ներքին քաղաքական իրավիճակի համար իրեն դա պետք չի գալիս հրաժարվում է այդ իր պարտավորություններից։ Այս սրանով դուք պատկերացնում եք մենք ինչ ուղերձներ ենք հղում միջազգային հանրությանը։ Ես իմ ելույթում ասացի, այսինքն նշանակում է մենք ունենք անկայուն արկածախնդրության ավելի շատ անկայունության հատկապես ոչ հուսալի գործընկեր պետություն ում հետ չգիտես ինչ է հնարավոր պայմանավորվել։ Դրա համար մենք հատուկ ասացինք, որ քանիսը շեշտեցի, որ լինելու ենք իշխանություն, որը հանձնառու է լինելու իր բոլոր պարտավորություններին, մտածելու է նախապես ինչ պարտավորություններ է ստանձնում Հետո նոր գնալու է ստանձնի այդ պարտավորությունները, իսկ ստանձնելու դեպքում կատարելու է այդ պարտավորությունները։ Եվ մենք նույնը պահանջելու ենք մեր գործընկերներից, արտաքին քաղաքական բնակավարի։ Օրինակ Ռուսաստանի դեպքում է, եթե մենք նրանց հետ ունենք ռազմավարական դաշնակցային պարտավորություններ փաստաթղթեր ստորագրված։ Պետք է նստենք, ազնիվ, պարզ խոսենք, նոր օրակարգ ձևավորենք, հասկանանք, այդ ինչ եղավ ի վերջո, որ այս միջազգային պարտավորությունները թղթի վրա որ կային, տեղի չունեցան, փաստ է, չէ՞, բոլորս կարող ենք, դա իրականությունից չենք փախչի։ Եվ դրանից բացի, շատ կարևոր է, որ գործընկերներին եւ մենք լինելու ենք այնպիսի իշխանություն, որ մեր գործընկերներին պարզ ասելու ենք, թե ինչը մեզ դուր չի գալիս, ինչը մեր շահերից չի բխում։ Մյուս կողմից մենք ճանաչելու ենք մեր գործընկերների շահերը, որոնք են, եւ նաեւ գնալու ենք, հաշվի ենք առնելու կամ քննարկելու ենք բնականաբար նաեւ նրանց շահերը, բայց Հայաստանի շահերի առաջնահերթության տեսանկյունից։ Այսինքն այս հարցերին մի փոքր այսպես լայն պատասխան ստացա, բայց մենք ամբողջական ես փորձեցի դրան տալ, թե էլի հարցեր տարբեր կողմեր մնացին, եթե էլի հարցեր լինի կարող ենք շարունակել։